Նիկոլ Փաշինյանն իր Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել հիշեցնելով, որ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերը ստեղծելուց հետո գրերով առաջինը թարգմանել է Աստվածաշնչի առակաց գրքի առաջին նախադասությունը։ Ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը։ Այնուհետև նշում է. Ոչ մի գիտական հիմնավորում չկա, թե ինչու է հատկապես այդ կտորից սկսել Մեսրոպ Մաշտոցը հայերեն նոր տեքստի ստեղծումը։ Ես շատ եմ մտածել այդ մասին եւ իմ եզրակացությունն այն է, որ 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026 թվականին եւ մեր խնդիրն է, որ այդ խաչմերուկում կանգնած լինելով եւ մտածելով մեր ճանապարհը շարունակենք այնպես, ինչպես պետք է շարունակենք, որպեսզի հետագայում ողբամ քեզ հայոց աշխարհը չգրվի։ Աժ-նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 13 հոգանոց աժ-պատվիրակությունը ապրիլի 16-ից 19 միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար կմեկնի Ստամբուլ։ Այդ մասին կարգադրություն է ստորագրել աժ-նախագահը Սիմոնյանը աժ-աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին, որը նույնպես Թուրքիա մեկնող պատվիրակության կազմում է, հանձնարարել է գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել բյուջեով ազգային ժողովին հատկացված միջոցների հաշվին։ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու բարերար Սամվել Կարապետյանի կուսակիցներն ու աջակիցները ֆլեշմոբ են իրականացնում կառավարության շենքի մոտ, վանկարկելով ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն, ազատություն, ազատություն Հայաստանի Հանրապետությանը։ Նրանք կառավարության շենքի մոտ բարձրացրել են Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ, ազատություն Սամվել Կարապետյանին գրություններով պաստառներ։ Այսօր այստեղ ենք պահանջելու Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին վերջ տալ անօրինական գործողություններին, որպեսզի Հայաստանում էլ չլինեն քաղաքական բանտարկյալներ։ Պահանջում ենք կառավարության անդամներից մեկը իջնի ներքև, նրան փոխանցելու բան ունենք, հայտարարեցին կառավարության դիմաց։ Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային ստորաբաժանման պաշտոնատար անձը իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով տարբեր անձանց օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերի կաշառք։ Նախաքննության պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը իր որդուն պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով տարկետում տրամադրելու նպատակով նույն մարզի բնակչի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀՊՆ վերանշված պաշտոնատար անձի հետ, ով հարցի լուծման համար 2025 թվականի հուլիսին պահանջել է խոշոր չափի 11,000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Բացի այդ, նախաքննության բացահայտվել են նաև ՊՆ նույն պաշտոնատար անձի կողմից քաղաքացիների օգտին ապօրինի գործողություններ կատարել է, այն է վարժական հավաքներին չմասնակցելու գործընթացը կազմակերպելու եւ դրան օժանդակելու դեպքեր։ Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասի բնակելի շենքին, որտեղ բնակվում է հայկական սփյուռքը։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մարիաքաղաքի քաղաքապետարանի աղբյուրը։ Իսրայելական անօդաչու թռչող սարքից արձակված հրթիռը հարվածել է Բուրջ Համուդի բնակելի շենքի 4-րդ հարկի բնակարանին, հայտնել է աղբյուրը։ Նրա փոխանցմամբ հարվածը մեծ հրդեհ է առաջացրել եւ զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։ Լիբանանի առողջապահության նախարարությունը նաև հայտնել է Բեյրութի ջնահաշրջանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով 1 մարդու մահվան մասին։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամա AM-ին։